Ուրեմն արեցի Աննա Հակոբյանի նոտալկարտի վերծանումը, թվագիտական հաշվարկը և իհարկե Նիկոլ Փաշինյանի հետ իրենց նոտալկարտերը և 2026 թվականի իրադարձություններ, որոնք կարող են տեղի ունենալ Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի շուրջը։ Ուրեմն Աննա Հակոբյանը ծնվել է ամսի 1-ին փետրվարի և 1978 թվականին։ Արևը գտնվում է ջրհոսում, բնավորությամբ ինքը անհատապաշտ է, հեռատես և սառնասիրտ է։ Նրա համար գաղափարը կամ նպատակը միշտ վեր է իր զգացմունքներից և առհասարակ զգացմունքներից։ Լուսինը կարիճում, այստեղ մենք ունենք շատ հետաքրքիր ու բարդ դիրք, տալիս է ներքին մեծ տագնապներ, բայց նաև վերահսկողության մոլուցք։ Նա երբեք ոչինչ չի մոռանում և չի ներում։ Մարսը խեցգետնում, գործում է թաքնված, զգուշավոր, հարվածում է այն ժամանակ, երբ դիմացինը չի սպասում։ Արևի Սատուրնի հակադրություն կա իր նոտալկարտում, սա նրա քարտեզի անկյունաքարն է։ Նա ամբողջ կյանքում պայքարում է հեղինակության համար և միշտ գտնվում է հանրային խիստ քննադատության տակ։ 2026 թվականի Աննա Հակոբյանի թվային հաշվարկ, ուրեմն անձնական տարին 9 է, սա 9-ամյա ցիկլի վերջին տարին է, թվաբանության մեջ 9 մաքրման թիվ է համարվում, այն ամենը, ինչ կառուցել է 2017-ից սկսած 2026-ին այդ 9-ամյա ցիկլը ավարտվում է և այստեղ հիմնովին կարող է ամեն բան քանդվել կամ վերջնական տրանսֆորմացիայի ենթարկվել։ Կոդը, ուրեմն ծննդյան օր, ամիս 4-ն է, 2026-ի հետ կազմած, ուրեմն սահմանափակումների և ծանր աշխատանքի և պատերի հետ բախվելու տարի է լինելու։ Նիկոլ և Աննա համադրությունը մտավոր դաշինք, դրանք երկուսն էլ օդային նշաններ են, Նիկոլը երկվորյակ, Աննան ջրհոս, նրանց կապը ոչ թե դասական ընտանիք է, այլ գործընկերություն։ Ունեն կարմիկ կապ, քարտեզը ցույց է տալիս, որ նրանք միասին պետք է անցնեն իշխանության փորձությունը, բայց նրանց էներգիան 2026-ին սկսում է վանել միմյանց։ Աննայի քարտեզը ավելի ակտիվ է փախուստի հարցում, քան Նիկոլ Փաշինյանը, երևի դա այդ Չինարեն սովորելու կամ Չինաստան գնալու հետ կապված։ Ուրեմն երկուսը միասին 2026 թվականին, այսպես է, փետրվար-մարտը իրենց համար բաժանման ամիս էր, արդեն նոտալկարտի վրա, սա նրանց համատեղ քարտեզի վերջնակետն էր, ամուսնալուծությունը ռազմավարական քայլ էր, Աննայի քարտեզը Նիկոլի անկող նավից անջատվելու այսպես տեսք է տալիս։ Ուրեմն ապրիլ-օգոստոս հեռացում, Աննան նատալ քարտով փորձում է զորացնել իր անցյալը, Չինաստան մեկնելը, Նիկոլը մնում է կրելու հիմնական հարվածը, մինչև Աննան փնտրում է նոր հենարան։ Ուրեմն աշունը պատասխանատվության ժամանակաշրջան է այս զույգի համար և ամենավտանգավորն է համարվում։ Տրանզիտային Սատուրնը հարվածում է երկուսի քարտեզին հենց միաժամանակ։ Իրադարձություններ, որոնք կարող են տեղի ունենալ Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի շուրջը, հանրային և իրավական պահանջներ կարող են տեղի ունենալ հիմնադրամի և անցյալի հետ կապված որոշումների վերաբերյալ։ Չնայած բաժանմանը, նրանց 2026-ի վերջում ստիպված կլինեն համատեղ պատասխան տալ որոշակի գործերով, քանի որ նրանց ֆինանսական և իրավական նատալ քարտերը դեռ խզված չեն իրարից։ Աննան նոտալ քարտով 2026 թվականին փորձում է մաքուր դուրս գալ, բայց նրա 9-րդ անձնական տարին ստիպում է նրան կանգնել պատասխանատվության առաջ, անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում կարող է լինել։ Ուրեմն ստացվում է այնպես, որ իրենց բաժանումը Աննա Հակոբյանը պարզապես այլևս չէր ուզում լինել առաջին տիկին ըստ քննադատությունների, և քանի որ Աննա Հակոբյանի կարիճը տալիս է իրեն բացառիկ ինտուիցիա, կա պատասխանատվություն և այսինքն կա
պատասխան տալու ժամանակը պատասխանից խուսափելու համար եւ այլևս Նիկոլ Փաշինյանի որպես վարչապետիկին այդ քայլերի կամ ամբողջական պատասխանատվությունից խուսափելու հետ կապված է եղել իրենց համար վտանգավոր կարող են լինել ուրեմն ըստ քարտեզի եւ ըստ մոլորակների դասավորվածությամբ նոյեմբերի 2026 թվականին մոլորակները իրենց համար պատրաստում են իրավական ծուղակ այս ամսի տրանզիտները մարսը մտնում է կարիճ ինչը ակտիվացնում է Աննա Հակոբյանի նոտալ լուսինը վտանգավոր օրերը լինելու է նոյեմբերի 12-ից 18-ը ես չգիտեմ այստեղ նու ժամանակների հետ կապված, քանի որ ելի եմ ասում, ես այդպես մեծ փորձ չունեմ, սա ուղղակի իմ վերցանումն է, օրերը այստեղ կարող է մի փոքր այլ լինել, բայց քողարկված պատմություններ կարող են դուրս գալ ջերի երես, կապված իրանց գործունեության հետ, փաստաթղթերի հետ, եւ կարող են նաեւ երկուսն էլ ստանալ հարված թիկունքից իրեն կարող են հարված ստանալ նույնիսկ այն մարդկանցից ումից չէին սպասում Նիկոլի հետ կապը նոյեմբերի վերջին նրանց քարտեզի մեջ ստեղծվում է լարված քառակուսի ասպեկտ ինչը նշանակում է հարային բախում կամ իրար դեմ ցուցմունքներ տալու մեղադրանքներ հետաքրքիր է Նիկոլի քարտում էլ կա որ պետքա իրան թիկունքից խփի հենց այն մարդը ում ինքը ամենակիչն է կասկածում իր ներսում իր առաջնորդած գազմի մեջ մարդիկ եւ հետաքրքիր է այստեղ որ կարող են լինել նաեւ հենց իրանք իրար դեմ դուրս գան ինչևից է վտանգավոր օրեր դեկտեմբերի մեջ Սատուրնը 5-ից 10-ը կանգնում է սաստիկ վիճակում ինչը նշանակում է դատավճիռ եթե կան կուտակված իրավական խնդիրներ հենց այդ օրերին դրանք ստանում են պաշտոնական ընթացք սա այն պահն է երբ որ ոչ մի հեռավորություն նույնիսկ Չինաստան Կանադա եւ Ֆրանսիա ոչ նրան է օգնելու ոչ էլ նրան է օգնելու դեկտեմբերի 21-ից 25-ը այստեղ ձմեռային արևադարձն է սա նրանց երկուսի համար զորացման կետ է քարտեզը ցույց է տալիս կամ լիակատար մեկուսացում կամ կարգավիճակի կորուստ որը վերականգնել անհնար կլինի այստեղ կամ Նիկոլը կդադարի վարչապետ լինել եւ բնականաբար Տիկին Աննան չլինի առաջին տիկինը այլևս եւ այսպես իրադարձություններ նոյեմբերից սկսվում է տեղեկատվական կամ իրավական գրոհ իրենց վրա հիմնադրամների, ստուգումների եւ հին գործերի հետ կապված դեկտեմբերի կեսից կայացվում է որոշում, որ սահմանափակվում է նրանց ազատ գործունեությունը ելքում մուտքը տեղաշարժվել նույնիսկ հնարավորությունը, իսկ տարեվերջին նաեւ Նիկոլը վերջնականապես դառնում են օտար մարդիկ, ովքեր փորձում են փրկվել իրարից անկախ, բայց երկուսն էլ կրում են նույն բևեռը Հաշվարկը ցույց է տալիս, որ 2027 թվականը նա սկսելու է բոլորովին այլ կարգավիճակում, զրկված նախկին ազդեցություններից եւ գտնվելով խիստ իրավական վերահսկողության տակ։ Այսպես էր Աննա Հակոբյանի նոտալ կարտը։ Գնայինք նաև տարոներով, բայց այնուամենայնիվ իրենց այս ֆիկտիվ բաժանումը ինձ թույլ է տալիս հասկանալ, որ իրենք ավելի շատ եղել են այսպես գործընկերներ, քան այսպես ամուսիններ։ Ու ըստ նոտալ կարտի Նիկոլ Փաշինյանի ու Աննայի տալիս է իրանց մոտ, որ Աննա Նիկոլի կյանքը համ էմոցիայով լցնողն է, համ քանդողն է։ Вот, այսպես կասեմ ես այդ ամեն ինչի մասին։ Դե ինչ, եկեք միասին հետևենք իրադարձություններին, եթե հաջորդ այսպես տեխնացուները ձեզ հետաքրքիր են, գրեք անպայման ես կանրադառնամ, որովհետև ես ունեմ իրանց վերծանված քարտեզը համեմատել եմ նաև Նիկոլ Փաշինյանի հետ, համեմատել եմ Ադրբեջանի եւ
Ադրբեջանի և Ալիևի քարտեզի հետ, ինձ համար շատ բան պարզ է, և իհարկե էլի ասում եմ, որ մենք նաև հետևողական կլինենք և երբ որ մեր մոտ հարցեր առաջանան, մենք նաև կփորձենք տարոների օգնությանը դիմել և հստակ պարզեցնել մեր համար իրադարձությունները, դեմքերն ու դեպքերը։